Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այսօր աշխատանքային օր է, ինչպես ամեն աշխատանքային օր, մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ վարչության նախօրեի նիստերին հարցաքննվելու հերթը Նիկոլ Փաշինյանինն է եղել։ Հիշեցնենք, որ վարչությունը քաստինգ է անցկացնում падգամավորության տեխնատու առաջադրվածներին հարցաքննում է։ Կենսագրությունն է ուսումնասիրում եւ քվեարկության որոշում է ներկայացնել տվյալ անձի տեխնատությունը ԿՊ համաժողովին, թե ոչ։ Փաշինյանը մեր տեղեկություններով մի սրտառուչ էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի հիմնավորի իր առաջադրումը։ Ասել է, որ ինքը տակավին 2018-ից առաջ սկսել է պայքար, որը դեռ ավարտին չի հասցրել եւ որպեսզի ավարտին հասնի իր առաջ դրած նպատակին, այդ պայքարի ճակատագիրն իրենից կախված չէ եւ եթե թիմը այս դեպքում վարչությունը որոշի մերժել իրեն, ապա ինքը չի կարող շարունակել իր պայքարը, կհեռանա։ Փորձել է շոյել կուսակիցների ինքնասիրությունը, թե ձեզնից է կախված իմ ճակատագիրը։ Գուցե նաեւ կասկածներ է ունեցել, որ վարչությունը կարող է քվեարկությամբ իր տեխնատությունը չհաստատել։ Բավական ռոմանտիկ հրապարակում է, Նիկոլ Փաշինյանն էլ ռոմանտիկ ելույթ է ունեցել։ Գիտեք, ժողովրդավարության բացակայությունից ավելի աղետալի եւ վատ հետևանքներ է ունենում կեղծ ժողովրդավարություն, երբ ժողովրդավարություն են բեմականացնում, այդ ժողովրդավարությունը բեմականացված էր նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ մակարդակի է հասցրել, ասենք ով չգիտի, որ Նիկոլ Փաշինյանը իր կոշիկներին էլ առաջադրի падգամավորության տեխնատու, այդ վարչությունը ընտրելու է։ Ուր մնաց թե Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը, որը SMS-ով падգամավորներ է հանում, քրեական հետապնդումներ է սկսում, հետո նաև իր նախկին թիմակիցների նկատմամբ, պիտի սպասեր ԿՊ վարչությունից որոշում էր կայացնելու, կամ ԿՊ վարչությունը, որտեղ նաև զգալի մասը ուսապարկեր են, պիտի ինչ Փաշինյանին դեմ քվեարկեն։ Սա կեղծ ժողովրդավարություն է կամ բեմականացված ժողովրդավարություն, որ տեսեք, մենք ժողովրդավար ենք, այ որ վարչությունը որոշեր Նիկոլ Փաշինյանը չէր առաջադրվի падգամավորության տեխնատու։ Սա նաև այս բեմականացումը նաև կարծում եմ նրա համար է, որպեսզի այն ովքեր դուրս են մնալու վարչության որոշմամբ չնեղանան, ասեն բայ հենա Նիկոլն էլ կարար դուրս մնալ, ուղղակի վարչությունը դուրս չթողեց։ Սա հիշեցնում է մեր մանկության տարիներին, երբ երեխաներով հավաքվում էինք, պետություն էինք խաղում, ինչ որ նախագահ էինք ընտրում, հա, բայց ոչ այդ պետությունը կար, ոչ էլ այդ նախագահն էր իրական, ոչ էլ ընտրություններն էին ժողովրդավար այն ժամանակվա։ Հրապարակ թերթը գրում է. մի քանի օր առաջ ԱԺ падգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել։ Падգամավորներին չեն պարզաբանել, թե ինչ գումար է, ինչու այդքան շատ։ Որպես կանոն, տարեվերջին պետական գերատեսչություններում, այդ թվում խորհրդարանում աշխատակիցները падգամավորները այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստանում եւ падգամավորների դեպքում դեկտեմբերի աշխատավարձի հետ դա կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ։ Դրան գումարած 500 հազար դրամ падգամավորական գումարները։ Իսկ թե ինչ հաշվարկ է գործել այս տարի ու գումարը եռապատկվել է, դժվար է ասել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահը աշխատակազմին պարգևատրելու կարգադրություն էր ստորագրել։ Հրապարակ թերթը գրում է. 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո անհայտ մարդիկ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում Գոշ գյուղ տանող խաչմերուկից ոչ հեռու չգործող երկաթգծի բետոնե հենասյան վրա կարմիր ներկով գրել էին Նիկոլաշեն։ Թեև Իջևան քաղաքը, որտեղ ծնվել է Նիկոլ Փաշինյանը, այդտեղից մոտ 15 կիլոմետր հեռու է, բայց գրողները հենց Փաշինյանի ծննդավայր Իջևանն էին անվանափոխել նրա անունով։ Սակայն 2020 թվականի աղետալի պատերազմից եւ կապիտուլյացիայից հետո անհայտ անձինք այդ գրառումը ջնջեցին, նույն տեղում գրեցին Հայաշեն։ Սույն գրառումը հիմա էլ կա տեսանելի միջպետական ճանապարհով անցնողներին։ Հրապարակ թերթը գրում է. որոշ տեղեկություններով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու 7 վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարակն է։ Բանն այն է, որ մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա եւ Արուշանյանը չի կարողացել այն իրականացնել։ Հավուր պատշաճի։ Ստացվեց, որ միջ միայն Շիրակի թեմի հոգևորականներն ապտակեցին ապօրինի պատարակասերներին, այլև ժողովուրդը եւ իշխանությունն ակնհայտորեն զգացել է իր հանդեպ գյումրեցիների ատելությունը։ Չնայած մարզպետի ազատման մասին պաշտոնապես չեն հայտնել, սակայն երեք նրա փոխարինողի անունն էլ էր հայտնի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նույն թեմայի վերաբերյալ. Դավիթ Արուշանյանի 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն նա ունի 3 անշարժ գույք, 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երևանում,
եւ ավտոկայանատեղի, որն Արուշանյանը գնել է կենտրոն վարչական շրջանում։ Բացի այս գույքերից Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեկով գնված բնակարան, որի հիփոթեկի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է $52,400։ Արուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ Nissan եւ Range Rover մակնիշների։ Տարվա ընթացքում Nissan մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 միլիոն դրամով։ Նրա բանկային հաշիվների մնացորդը 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել եւ տարեվերջին կազմել են 1,500,000 դրամ եւ 500,000 դրամ, տարբեր հաշիվների գումարներ են։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են $25,000, 18,000 եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 դրամով, 12 միլիոն դրամից դառնալով 10 միլիոն դրամ։ Այս թեմային անդրադարձել է նաև Պոլիտիկայ-ը, ընթերցեմ հրապարակման միայն մեկ հատված, ուրեմն Պոլիտիկայ-ը գրում է, որ Փաշինյանը փոխարինող է գտել Դավիթ Արուշանյանին, ընդ որում պաշտոնանկությունից առաջ ենք մենք գրել դրա մասին, որ հեռացվելու է Դավիթ Արուշանյանը, ուրեմն փոխարենը Փաշինյանը նախընտրում է հենվել նախկին թունդ ՀՀԿ-ականի վրա, որ տարիներ շարունակ կատարելապես տիրապետել է ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու եւ ընտրական մեխանիզմները կառավարելու փորձին։ Խոսքը Արթիկ համայնքի նախկին ՀՀԿ-ական ղեկավարի մասին է։ Նա Արթիկ համայնքի ղեկավարը ՀՀԿ իշխանության տարիներին մեկ տասնամյակից ավել ժամանակահատված ղեկավարել է Պեմզաշեն համայնքը, իսկ դուք գիտեք, որ նախկինների ժամանակ գյուղապետերը բաներ էին, սրբեր էին, կոռուպցիայի, կաշառքի, ընտրակեղծիքների հետ որևէ կապ չունեն եւ հենց այս պաշտոնյան Արթիկի քաղաքապետը հենց նրանցից մեկն է եղել։ Պետք է նկատել նաեւ, որ Փաշինյանը շարունակում է իրականում իր համար հենարան դարձնել այդ նախկին պաշտոնյան, նախկին հանրապետականներին։ Անանիկ Ոսկանյանը նաև ԵԿՄ անդամ է, Մանվել Գրիգորյանի սանիկը, չնայած որքանով որ հասկանում ենք Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների հրապարակային վարքից կարելի ասել, որ նա դավաճանել է իր քավորին կամ քավորի ընտանիքը, դա արդեն իրենց ընտանեկան խնդիրն է իհարկե, արձանագրենք այն, որ սա հերթական կարկառուն ՀՀԿ-ականն է, նախկին ՀՀԿ-ականն էր, որ դարձավ փաստորեն Փաշինյանի մարզային հենարաններից մեկը, կդառնա ավելի շուտ։ Հրապարակ թերթը գրում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանում Մամիկոն Ասլանյան խմբակցության 2 անդամ 2 կին մանդատը վայր է դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է։ Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստերին մասնակցելու պարտադրանք է եղել։ Մինչդեռ խմբակցության ղեկավար Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այս փուլում, քանի որ իշխանությունը տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում է առաջիկա նիստերին ներկայանալ, որտեղ Վանաձորի հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն։ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք, հնարավոր է առաջիկա նիստերին նաև համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի։ Այս մասին Մամիկոն Ասլանյանը այս բան պատրաստ չի եղել խոսալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն եւ Արմլուրեմի լրագրող Սոնա Գրիգորյանին արձանագրելով, որ նա ԱԺ-ում մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում, փորձել է մեկնաբանություն ստանալ Հայկ Կոնջորյանից եւ դրա համար ըստ էության փորձում են պատժել նրան։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ն կարելի ասել ողջ կազմով գրոհել է TikTok սոցիալական ցանցը նախարարներից, падգամավորներից սկսած վերջացրած համայնքապետերով, ավականու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար հրանք է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը իրենց էլեկտորատին ուղղված։ Գաղտնիք չէ, որ TikTok-ում գերակշռում է մակերեսային նյութերը, թե օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են Facebook-յան օգտատերերին, եւ հենց սա է ԿՊ-ի հիմնական լսարանը։ Տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է TikTok-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Facebook-ում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են։ Քանի որ ԿՊ-ականները մտել են TikTok, ես խոսեմ իմ արձանագրումների մասին, TikTok-ում հիմնականում շատ այսպես տրենդային են, նայվում են, հավանումներ են ստանում, շատ վատ է իհարկե, այլանդակ բառապաշարով կանայք եւ տղամարդիկ, այստեղ ԿՊ-ն իհարկե ուժեղ, սա ԿՊ-ի ուժեղ կողմն է, ինչպես նաեւ հաճախ մերկանում են կամ կիսամերկ վիճակով են հանդես գալի TikTok հարթակում, սա արդեն կարծում ԿՊ-ն այս ուղղությամբ դեռ պիտի աշխատի, ես դեռ չեմ տեսել
այդպիսի ԿՊԱ-ական падգամավորի կամ նախարարի, կարծում իրականում այդ հարթակում իրենց ակտիվությունը էականորեն բարձրացնելու համար գուցե նաև հայտնվեն ԿՊԱ-ականներ, ովքեր կհանվեն տեսախցիկների առաջ։ Փաստ օրաթերթը գրում է. Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի երեկվա այցը Հայաստան արդեն իսկ լայն արձագանք է գտել քաղաքական շրջանակներում եւ փորձագիտական համայնքում։ Երևան իր կանոնավոր այցերի ընթացքում ռուս բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ չհանդիպեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Այս փաստն ինքնին խորհրդանշական է եւ ինչպես նշում են դիտորդները, արտացոլում է Մոսկվայի նախաձեռնությունը ցույց տալ, որ փոխվում է հայկական իշխանությունների հետ հաղորդակցության ձևաչափը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ինչ է այսօր սպասվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, օրաթերթը հայտնել էր, որ նրա վերաբերյալ գործընթաց է մեկնարկում։ Այսօր ժամը 10:00-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են Արցախնության զինվորական քննչական մարմնում քննվող քրեական գործի շրջանակում։ Շահրամանյանը արձակնվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, այս քրեական վարույթով նա բազմիցս հարցակնվել է, սակայն չի բացառում Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն եւ ավելի խափանման միջոցը միշտորդություն ներկայացի դատարան նրան կալանավորելու համար։ Այստեղ ավելին ասեմ, ես կարելի ասել շատ հանգիստ եմ, կուզեն կալանավորեն Շահրամանյանին, կուզեն չկալանավորեն, նա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շարունակողն է, Փաշինյանի իշխանությունը այսքան տարի, արդեն 5 տարի է թաքցնում է զոհերի իրական թիվը, թաքցնում է պատերազմում զոհված քաղաքացիների անունները, ամբողջական ցուցակ չի հրապարակում, բայց այդ ցուցակ ունի նաև Սամվել Շահրամանյանը ի պաշտոն է, զբաղեցնելով Արցախի նախագահի պաշտոնը, չմոռանանք, որ այդ անունները առաջին հերթին արձանագրվել են Արցախի պետական մարմինների կողմից, եւ ինքը կարող է օրինակ տարբերվել ԿՊ-ից, ցույց տալ հանրությանը զոհերի իրական թիվը, ամբողջական ցուցակը զոհված տղաների անուն ազգանունների, բայց չի անում, որովհետև վախենում է, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ կբարկանա։ Իսկ եթե վախենում է Նիկոլ Փաշինյանից, ապա ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանն իր նկատմամբ անել, դա արդեն կարծում եմ հանրությանը չպետք է հուզի։ Սա նույն տրամաբանության մեջ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշի որևէ ԿՊԱ-ականի պատժել, իրեն ենթարկող ԿՊԱ-ականի պատժել։ Օրինակ Հովիկ Աղազարյանը չենթարկվեց, հանրությունը պաշտպանեց։ Եթե ենթարկում են, պատժում է, թող պատժի։ Մի լուրի մասին եմ ուզում խոսել, որը մի քանի օր առաջ եղավ մեր տեղեկատվական դաշտում, ուրեմն հայտնի դարձավ, որ Ռամիլ Սաֆարովը կոչման բարձրացում է ստացել Ադրբեջանի նախագահի կողմից, նա գնդապետի կոչում է ստացել ադրբեջանական բանակի գնդապետի, ինչպես նաև իր կինը ադրբեջանական կրթական համակարգում նոր լիազորություններ է ստացել։ Սա ինչու եմ սրան անդրադառնում, որ այն խոսույթը, որ կա իշխանությունների կողմից, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն խաղաղության գործընթաց է գնում, սա ուղիղ ցուցիչն է, որ չկա խաղաղության գործընթաց առնվազն Ադրբեջանի կողմից։ Հայաստանի կողմից էլ դա կեղծիք է թե ոչ, դա ժամանակը ցույց կտա։ Խաղաղության գործընթաց չկա նրանով, որ Ադրբեջանը, որը մինչև 2020 թվականը Ռամիլ Սաֆարով մարդասպանով փորձում էր իր հանրությանը արնախում դարձնել, ընդունելի չէ, բայց հասկանալի է ինչու էին դա անում։ Հիմա երբ իբր թե խաղաղության դարաշրջան է բացվել մեր եւ ադրբեջանցիների միջև, ու իրենք շարունակում են Ռամիլ Սաֆարովին այդ սիմվոլիկ դեմքին, հա, հակահայկականության նոր ավելի բարձր զինվորական կոչում տալ, իր կնոջը կրթական համակարգում դերակատարում տալ, դա նշանակում է մի բան, ուղերձը Ադրբեջանի հետևյալն է, իրենց մոտ որևէ բան չի փոխվել Հայաստանի հետ կապված, հայ ժողովրդի հետ կապված իրենց պլանները չեն փոխվել, դրանք որքան հակահայկական էին, որքան հակահայաստանյան էին, շարունակում են նույնքան հակահայկական եւ հակահայաստանյան մնալ, որևէ նշանակություն չունի այստեղ իշխանությունները ինչ են խոսում, Հայաստանի իշխանությունը ինչ է փորձում համոզել հայ հանրությանը, Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովի այս կոչման բարձրացմամբ ցույց է տալիս, որ իրենք շարունակելու են անել այն, ինչ միջև հիմա արել են։ Իսկ այն ինչ իրենք միջև հիմա արել են, դա եղել է սպանություն, ահաբեկչություն եւ տեղահանություն, հա, ցեղասպանական գործողություններ Արցախում բնակվող հայերի նկատմամբ։ Եթե սա խաղաղություն է, ու մարդիկ հավատում են, որ Ռամիլ Սաֆարով գնդապետ ունեցող ադրբեջանական բանակը խաղաղության է պատրաստվում, ապա ես ոչ մի բան ավել չունեմ ձեզ ասելու։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48